Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գեցոնեն գաղորդենք լուրերը։ Բաքուի մեջ փանդարգված պատերազմական հայ կերիներեն 4-ը ազատ արձակվեցան եւ Հայաստան վերադարձան։ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Օլջեկչյան եւ Վակիվ Խաչատրյան Հակարի գամուրջեն Ադրբեջանի համապատասխան մարմիններուն ներկայացուցիչներուն կողմէ հանձնվեցան հայ իրավաբաններու։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ 4 կերիներուն ազատ արձակումը իրականացած է իբրև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Ավելի ուշ Հայաստանի արտարատատության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի մեջ ցմահ բանդարգության դատապարտված սուրիացի 2 վարձկանները Թուրքիո միջոցով հանձնված են Սուրիո իշխանություններուն։ 2 վարձկանները 44-օրյա պատերազմին թուրքերու կողմէ հավաքագրվելով գրված էին հայկական ուժերուն դեմ։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը գոչրավ բազմապատկելու ամերիկյան ջիքերը ապահովելու համար Բաքուի մեջ արգելափակված պատերազմական 19 հայ կերիներու ազատ արձակումը։ Անդրադառնալով 4 կերիներու ազատ արձակման, հայտարարի հանձնախումբը նշեց, որ այս քայլը ցույց կտա, թե Ադրբեջան կշարունակի գիրարգել բադանտներու թիվանակիտությունը Հայաստանեն զիջումներ գործելու նպատակով։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը գոչրավ նաև նախագահ Թրամփի վարչակազմին բազմապատկելու ջիքերը պատերազմական հայ կերիներուն ազատ արձակումը ապահովելու համար։ Իսկ կոնգրեսինալ գոչրավ վավերացնելու համար Հայաստան ապահովական գործընկեր եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներու վերանայման օրենքներու նախագիծերը։ Հայտարարի համագարկի մեջ գործող արտարության եւ մարդու իրավունքներու հայկական իրավական կենտրոնը ողջունեց 4 հայ կերիներուն ազատ արձակումը, շեշտելով, որ այս իրադարձությունը սակայն չապահովեր արտարությունը եւ չի վավերացներ Ադրբեջանի կողմէ շարունակվող խախտումները։ Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյան հայտնեց, որ ընդրովի ազատ արձակումները չեն կրնար փոխարինել ապահովությունը եւ նկատել տվավ, որ հայ կերիներուն ազատ արձակումը կատարված է զուգահեռաբար սուրիացի 2 վարձկաններու Թուրքիո միջոցով Սուրիո իշխանություններուն հանձնման, ինչ որ ցույց կտա, թե կատարվածը փոխանակում էր եւ ոչ թե մարտահրավերական քայլը։ Ան նաև հայտնեց, որ Ադրբեջանի գործողությունները իբրև վստահության ամրապնդման փորձ ներկայացնելը իրականության մեջ խեղաթյուրում է։ Հայաստանի գազམ་ագերբության 29-րդ արտագաղթ քերակույն ժողովը որոշեց Թաշինկով մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններուն։ Հայաստանի քերակույն մարմինի ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյան հայտարարեց, որ բանակցություններու պիտի սկսին հավանական Թաշինքի ցեվաչափին շուրջ, ապահովելով դաշնակցության նշանակալից դերակատարությունը եւ մոտեցումներու արդացոլումը կարևոր հարցերու կապակցաբար։ Անշեշտեց, որ Փաշինյանի իշխանությունը հերացնելու համար Հայաստանը պատրաստ է միանալու քաղաքական այլ ուժերու։ Սաղաթելյանն նաև հայտարարեց, որ դաշնակցությունը աշխարհաքաղաքական որևէ կենտրոն է, ոչ աջակցություն ուզած է, ոչ ալ պիտի ուզե, մերժելով արտաքին որևէ ազդեցություն։ Հայաստանի մեջ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամի հայտարարեց, որ Տեհրանի մեջ կձևավորվի պատկերացումը, թե Հայաստան կվերածվի Իրանի դեմ թշնամաբար դրամատրված ուժերու կենտրոնի մը։ Դժգոհություն հայտնելով Հայաստանի մեջ իրանյան դեսպանատան դեմ խումբ իրանցիներու կողմէ կազմակերպված բողոքի հավաքին համար, որուն մասնակիցները կպահանջեին աշխարհիկ իշխանություններու վերադարձը։ Շիրղոլամի նշեց, որ
Եթե թշնամական ուժերը հաջողին մասնադել Իրանը, ապա Հայաստան եւս բարդվողներու շարքին պիտի լա։ Անավելցուց որ դեսպանատունը փողոք ներկայացուցած է Հայաստանի պատկան մարմիններուն, սակայն փողոքը անպատասխան մնացած է։ Իրանցի դեսպանին համաձայն Իրանյան դեսպանատան դիմաց կատարվածը պիտի մնա Իրանի ժողովրդին պատմական հիշողության մեջ, որովհետև ամենեն դժվար պայմաններում մեջ Իրան կանգնած է Հայաստանի պետության եւ ժողովրդին կողքին։ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան Վաշինգտոնի մեջ բանակցություններ ունեցավ Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարար Մարկո Ռուբիոյի հետ։ Բանակցություններեն յետ հրաբարակվեցավ Թրամփի ուղիին մասին Հայաստան Միացյալ Նահանգներ միացյալ հայտարարությունը, որում մեջ պաշտոնապես հաստատվեցավ, որ Երևանի իշխանությունները ամերիկյան կառավարության վերահսկողության ենթակա սեփական ընկերության պիտի դրամատրեն երկարաժամկետ բացառիկ իրավունքներ Թրամփի ուղիին կապակցաբար, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը կգաբե Նախիջևանի։ Հայ-ամերիկյան ընկերությունը պիտի կառուցե երկաթուղի, մայրուղի, ուժանութի մատակարարման ենթակառույց դարանցիկ միջանցքին երկայնքով, ինչպես նաև առնվազն 49 տարի զանոնք պիտի կառավարե ու պիտի կանցե եկամուտները։ Փաստաթուղթը նաև գաղորդե, որ Հայաստան ունի մտադրություն Միացյալ Նահանգներու առաջարկելու Թրամփի ուղիի զարգացման ընկերության 74/100 բաժնեմասը եւ իրեն վերաբահելու 26/100-ը։ Գագնգալվի, որ այս համաձայնությունը երկարաձգվի 50 տարիով եւս Հայաստանի կառավարության հավելյալ բաժնեմաս տրամադրելով, որոնի իբրև արդյունք հայկական կողմին մասնաբաժինը պիտի հասնի 49/100-ի։ Փաստաթուղթը գնկծե, որ Հայաստան պիտի ունենա լիակատար իրավասություն սահմանային վերահսկողության եւ մաքսային գործառնություններու։ Թուրքիա արտաքին գործոս նախարար Հական Ֆիդան ավելի քան 2 ժամ հերացայնային հաղորդակցության ընթացքին Ադրբեջանի արտաքին գործոս նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեց Թրամփի ուղիի մասին շրջանակային փաստաթուղթը, որը ստորագրվեցավ Միրզոյանի եւ Ռուբիոյի կողմէ։ Ֆիդան վստահեցուց, որ Անկարա կցանկա, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի, ինչպես նաև կարգավորվին հայ-թուրքական հարաբերությունները։ Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան հայտարարեց, որ Թրամփի ուղի անունը գրող ճանապարհը այն միջանցքն է, որ կպահանջվի Ադրբեջանի կողմէ։ Խաչատրյան նշեց, որ Ադրբեջան կստանա անխոչնդոտ անցման իրավունք, իսկ Հայաստան ինչ որ անորոշ փոխադարձ առավելություններ անօրինակ բերավ Ադրբեջանի տարածքով ծորենի եւ բենզինի ներածումը, հայտնելով, որ փաստորեն Հայաստան Ադրբեջանի կդրամատրե միջանցքը, իսկ Ադրբեջան Հայաստանի գարտոնը իր տարածքով ներածումներ։ Խաչատրյան շեշտեց, որ եթե Թրամփի ուղին ճանապարհներու ավաշրջապակման ծրագիր է, ապա ինչու չի խոսվիր Հայաստանի մյուս ճանապարհները բանալու մասին։ Միացյալ Նահանգներու արևելյան էջմիածնական թեմի հոգևորական ամբողջ թասը գլխավորությամբ թեմի առաջնորդ Մերսրոպ եպիսկոպոս Բարսամյանի իր հավատարմությունը հայտնեց Կարեկին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին։ Արևելյան էջմիածնական թեմին հոգևորականությունը կպահկանա 1 եպիսկոպոս է, 1 արքեպիսկոպոս է, 3 ծայրակույն վարդապետ է, 1 վարդապետ է
2 ապեղայե, 13 ավակ քահանայե եւ 34 քահանայե։ Իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք Քոյթե Հայաստանի Գերագույն մարմինի անդամ ազգային ժողովի պատգամավոր Քեղամ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Օրերս ազատ արձակվեցան հայ 4 գերիներ, սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դակավին կմնա կերևարված։ Գրնակ բացատրել թե Ալիևի վարչակազմը ինչու այս հանգրվանին այս գայլին դիմեց։ Նախ քանի որ առաջին անգամ եմ այս ֆորմատով, կուզեմ ողջունել, շատ կարևոր ձևաչափ է ընդհանրապես հայրենիքի մասին տեղեկություններ ստանալու այս ձևաչափը եւ ողջունել մեր բոլոր հայրենակիցներին։ Ինչ վերաբերում է հարցին, իհարկե ցանկացած հայ, ցանկացած մեր հայրենակից, հատկապես այն հայրենակիցները, որոնք տարբեր երկրներում, տարբեր հարթակներում պայքար են մղում մեր ռազմագերիների ազատ արձակման համար, բնականաբար ուրախության բերկրանքի պահեր ապրեցին։ Բայց նաև պետք է ասեմ բայց սա ուղղակի մեկ ծաղիկ էր, որ եղավ եւ այսօր էլ շարունակում են բանկվում գտնվել մեր հայրենակիցները, շատ դժվար է այդ մասին խոսել, որտեղ շատ անձնական նաև պատճառով, բայց այն քաղաքական, դիվանագիտական մնացած բոլոր ճիգերը, որ Հայաստանի կողմից, Հայաստանի իշխանությունների կողմից տարվում են, բնականաբար դա բավարար չի կամ ընդհանրապես անհայտել է, թե որքան տարվում է։ Իհարկե իշխանությունները փորձում են պարբերաբար ասել, թե ամեն ջանք գործադրվում է, բայց ցավոք սրտի դա տեսանելի չի եւ շատ հաճախ նկատելի է, որ որևէ գործողություն էլ չի արվում։ Իդեպ այս 4 գերիների փոխանակման հետ կապված կա մի շատ արտառոց պատկեր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իլուր հայության, որ 4 հոգի վերադարձվել են հայրենիք, դրանից մոտ կես ժամ հետո արդեն արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ 2 իսլամ ահաբեկիչներ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարվել էին եւ գտնվում էին Հայաստանում բանտում ու ցմահ ազատազրկման էին դատապարտված, Թուրքիայի միջոցով հանձնվել են Սիրիայի իշխանություններին։ Իշխանությունը հատուկ այդ քայլը արեց հայ 4 գերիների վերադարձը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը իբրև ուրախալի լուր, բայց հետո արդարադատության նախարարությունը ներկայացրեց այդ 2 ահաբեկիչների հանձնելու մասին տեղեկությունը եւ հետո էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ 2 դեպքերը իրար հետ կապ չունեն։ Ցանկացածին էլ պարզ է, որ իրականում մենք գործ ունենք փոխանակման հետ։ 2 իսլամ ահաբեկիչների հանձնելը եւ հայ 4 գերիների վերադարձը։ Եվ շատերը քննադատում էին, որ դա համարժեք չէր եւ նաեւ դրանով փորձ արվեց մաքրել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմքը 44-օրյա պատերազմում իսլամ ահաբեկիչներին օգտագործելու հարցում։ Գերիներու վերադարձին նույն օրը Երևանի իշխանությունները Սուրիա հանձնեցին սուրիացի 2 վարձկանները, որոնք ցերպակալված էին 44-օրյա պատերազմին ընթացքին։ Երևանի պաշտոնական բացատրությունը այն է, թե գծկտին ղեկավարելու Սուրիո նոր իշխանություններու հետ հարաբերությունները։ Արդյոք ասիգա Ադրբեջանի հերթական բանջին գործողությունը չէր։ Միանշանակ սիրիացի ահաբեկիչների, որոնք ցմահ են դատապարտված, ահաբեկիչները հանձնելը Սիրիայի իշխանություններին վստահաբար Ադրբեջանի կողմից հայ 4 գերիների հանձնելուն զուգահեռ էր։ Փորձում է Հայաստանի իշխանությունը ներկայացնել, որ դրանք կապ չունեն, բայց դա հստակ է, դա ուղղակի որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Այստեղ է շանգլուխը թաղված։ Իրականում ինչ է կատարվել։ Եթե Հայաստանը Սիրիայի իշխանություններին բարի կամք էր դրսևորում, ուրեմն պետք է Սիրիայի իշխանությունների հետ ուղղակի բանակցությունների մեջ մտներ։ Հայաստանը ունի Սիրիայում դեսպանատում Դամասկոսում, շուպատոսարան Հալեպում եւ այդ հարաբերություններում կարող է ուղիղ աշխատել սիրիացիների հետ։ Բայց այստեղ շատ կարևոր մի մանրամասնություն կա։
Սիրիայի իշխանություններին այդ երկու ահաբեկիչների հանձնումը կատարվել է Թուրքիայի միջոցով։ Այստեղ մեկ Հայաստանը ընդունում է Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի իշխանությունների վրա, եւ այստեղ Թուրքիան է, որ դեմքը մաքրվում է այն մեծ հանցանքներից, որ գործել է 44 օրյա պատերազմի ժամանակ, հազարավոր իսլամ ահաբեկիչների Սիրիայի տարածքով, Թուրքիայի տարածքով ուղարկելով Արցախյան ճակատ, եւ նրանք մարտնչել են հայկական զինված ուժերի դեմ։ Եվ այս երկու ահաբեկիչներն էլ, որոնք հարցաքննվել են դեռ 44 օրյա պատերազմից հետո, ընդունում են, որ առանց արգելքի Քիլիսի անցակետով մտան Թուրքիա, ինքնաթիռով տեղափոխվեցին, հետո մեկ այլ ադրբեջանական ինքնաթիռով տեղափոխվեցին Ադրբեջան։ Եվ սրանով ուղղակի Հայաստանը անխոս կատարեց եւ Բաքվի եւ Անկարայի պահանջը, որպեսի հետագա բոլոր իրավական հարցերում որևէ մեկ այլևս եւ Ադրբեջանին եւ Թուրքիային չմեղադրի իսլամ ծայրահեղականներին ամբողջ աշխարհում որպես ահաբեկչական հռչակված իսլամ կազմակերպությունների օգտագործելու համար։ Քբեական կարողջական մեքենան մեծ աղմուկ բարձրացուց ռուս հաղորդավարին այն դեսագետին շուրջ, թե Ռուսիա պետք է գոշտ քայլելու թիմե հարավային Կովկասի մեջ իր ազդեցությունը չգործընծնելու համար։ Միաժամանակ Թուրքիա արտաքին գործոս նախարար Հակամ Ֆիդան հայտարարեց, որ Թուրքիա պիտի զորակցի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններուն ընթացքին։ Քբեական վարչակազմի կողմէ ոչ մեկ քննադատություն եղավ թուրքական այս միջամտության համար։ Ավելին, ազգային ժողովի նախագահը շնորհակալություն ցուցաբերեց այս աջակցության համար։ Ինչպես կգնահատեք այս երկակի չափանիշին ակնհայտ դրսևորումը։ Ռուս հայտնի կրեմլյան լրագրող Սոլովյովի հայտարարությունից հետո ԿՊ իշխանությունը ոչ թե սկսեց դատապարտել Սոլովյովին, ոչ թե գործողություններ կատարեց Ռուսաստանի դիվանագիտական շրջանակների հետ, այլ առաջին բանը որ արեց, սեթ հարցակվել Հայաստանի ընդդիմության վրա, բա ինչի չեք դատապարտում Սոլովյովին։ Կարծես մեղավորը Սոլովյովի հայտարարության Հայաստանի ընդդիմությունն էր եւ ոչ թե իշխանությունը, որ ամեն անգամ ոչ հստակ դիվանագիտություն է վարում։ Դրան հաջորդեց ընդդիմության դատապարտումը, որ որևէ մեկը իրավունք չունի սպառնա Հայաստանի ինքնիշխանությանը, սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարությամբ հանդես եկավ, ինչպես շատ դեպքերում եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները սպառնալից տոնով են խոսել Հայաստանի մասին, ու Հայաստանի իշխանությունը որևէ բառ չի պատասխանել։ Եվ ընդդիմությունն էլ ասում է, այո, Սոլովյովին դատապարտում են, բայց դուք էլ նույն ձևի պատասխանեք Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Իշխանությունները փորձեցին մանիպուլացնել, թե Հակամ Ֆիդանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, չի ասել, թե մենք աջակցում ենք ընտրություններին Փաշինյանին։ Բառացի դա չի ասել, բայց ասել է, որ մենք աջակցում ենք Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը։ Ֆիդանը այդ ելույթում, որը տարեկան ամփոփիչ ելույթներ, խոսել է, որ Զանգեզուրի Միջանցքի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի պահանջները բավարարելով, որը ինքնին Հայաստանի սուվերենության խախտում է։ Եվ դրա հետ կապված որևէ բառ Ֆիդանի դեմ, որը ուղղակի միջամտում է Հայաստանի ընտրությունների, ու շատ հստակ է, որ առաջիկա ամիսներին եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ամբողջական գործողություններ են իրականացնելու միջամտել Հայաստանի ընտրությունների վրա։ Եվ պատահական չի, որ արդեն ամիսներ շարունակ ենք մենք ասում այն հայտարարությունները, որ Հայաստանի իշխանությունները հնչեցրել են, որ մեր հաղթանակի դեպքում է միայն հնարավոր, իշխանությանի նկատի ունեմ, որ վաղը սահմանադրություն փոխվի, վաղը խաղաղության գործընթացը շարունակվի, զգուշացնում ենք, որ ձեր հայտարարություններով դուք տալիս եք Ադրբեջանին ամբողջական հնարավորություն վաղը միջամտել։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ ընտրությունների նախընտրական շրջանում հասարակական կարծիքը ամբողջությամբ հստակեցնի եւ պարզ լինի, որ այս իշխանությունը պարտվում է ընտրություններին։ Այս իշխանությունը տվել է Ադրբեջանին քարտ բլանշ, որ այդ պահին հայտարարի հայ ժողովրդին, որ եթե Նիկոլ Փաշինյանին չընտրեք,
Վաղը ես հարձակվելու եմ։ Եթե Նիկոլ Փաշինյանին չընտրեք, ռևանշիստներն են գալու։ Եթե Նիկոլ Փաշինյանին չընտրեք, շատ վատ է լինելու Հայաստանի համար։ Այդ բոլոր քարտերը Հայաստանի իշխանությունն է տվել Ադրբեջանին եւ նաեւ տվել Թուրքիային եւ դրա համար է որ Հական Ֆիդանը հայտարարում է որ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները միակարծիք են եւ պաշտպանում են իրենք Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունը։ Շնորհակալություն ձեզի։ Հարկելի ագնդիրներ, մեր զրուցակիցներ հոյիտա Հայաստանի Կերակույն Մարմինի անդամ ազգային ժողովի պատգամավոր Քեղամ Մանուկյանը։ Եվ այսպեսով մեր լրատվությունը կհասնի իր ավարտին։ Հարաճիգա շաբաթ կհանդիպինք։ Ցտեսություն։